Ես ընտրել եմ հիմնական նրա պատճառով, որ ինքը լավ ուսուցիչներ ունի, ուսուցիչներ եւ աշակերտներ հարաբերությունը շատ փոքր է, այսինքն միշտ կարող է մոտենալ ուսուցչին եւ խոսել, եթե ինչ-որ բան չի հասկանում, ու շատ լավ առավելությունն է, որ ինքը գտնվում է շատ մոտիկ Նյու Յորքին, այսինքն ես կարող եմ հեշտությամբ հասնեմ այնտեղ մոտավորապես 2 ժամում եւ այդքան գումար չսպատնել դրա համար եւ ուղղակի վայելել ժամանակս։ Ես երևի կնշեմ կարոկե գիշերների իմ ընկերների հետ, որովհետև երեկոյան մենք կարող ենք գնել հատուկ սենյակ, որտեղ կան կարոկեի համար մեծ հեռուստացույց եւ միկրոֆոններ, եւ մենք կարողանում ենք շատ լավ ժամանակ անցկացնել իրար հետ, որովհետև դե ընկերությունը հանրակացարանից իջնում ենք բոլորով միասին, երևի ընկերների հետ ամենալավ ժամանակն եմ ես անցկացնում կարոկե գիշերները։ Ուսուցիչ եւ աշակերտ հարաբերությունները շատ լավ են, որովհետեւ շատ փոքր է այդ հարաբերությունը, այսինքն մեկ ուսուցչին հասնում է մոտավորապես 10 աշակերտ, այսինքն միշտ հասանելի ուսուցիչներ կան, որպեսզի խնդրես ինչ որ օգնության համար թեկուզ դասերի, թեկուզ ամեն ինչի հետ։ Իսկ աշակերտները դե ինչպես միշտ հարաբերությունները տարբեր մարդկանց մոտ տարբեր են, մենք չենք կարող երբեք կանխագուշակել, թե ինչ կլինի աշակերտների միջև, բայց միշտ փորձեք պոզիտիվ մտածել եւ լավ կլինի։ Իմ ընդհանուր տպավորությունը շատ պոզիտիվ է, որովհետև բոլորը աշակերտներն ու ուսուցիչներն էլ միշտ աջակցում են եւ շատ անելու բան կա, այստեղ կարող եք ընկերների հետ լավ ժամանակ անցկացնել, միաժամանակ որ սովորում եք ու այդ մակարդակը շատ բարձր է։ Հիմնականում այստեղ ամեն ինչ պոզիտիվ է, ամենալավ բանը որ ստեղ կարող եք գտնել դա Նյու Յորքի մոտիկ գտնվելն է եւ ինչ կապված է հենց դպրոցի հետ, ես մենակ մի բան կարող եմ առաջարկեմ, որ միշտ նայեք աշակերտական կազմին մինչև գնալ այդ դպրոցը, որտեղ շատ կարևոր է դու իմանաս ում հետ ես սովորելու։ Ես գոհ եմ եւ բոլորին մաղթում եմ, որ իրանք էլ կարողանան գտնել դպրոց, որտեղ իրենց կարող են լավ զգալ աշակերտների միջև։